Փաշինյանին մրցակից ադրբեջանական կուսակցությունը Հայաստանում հարգելի հեռուստադիտողներ մեր բոլորիս աչքի առաջ Հայաստանում ձևավորվում է ադրբեջանական կուսակցություն եւ եկեք ավելի մանրամասն քննարկենք թե ինչ է սա նշանակում, ովքեր են այդ ադրբեջանական կուսակցության ներկայացուցիչները եւ ինչու են իրենք մրցակից լինելու Նիկոլ Փաշինյանին։ Ինչպես հայտնի է, օրերս այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի մեկնեցին Ադրբեջան եւ այնտեղի այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպեցին, հայկական պատվիրակության կազմում էին Նաիրա Սուլթանյանը, Արեգը Քոչենյան, Բորիսը Նավասարդյան եւս մի քանի փորձագետներ էին մեկնել Բաքու եւ հանդիպել իրենց գործընկերների հետ եւ ինչն էր հետաքրքիրը վերադառնալով Հայաստանի Հանրապետություն փորձագետները որոշեցին, որոնք իրենց արդեն անվանում են այս նախաձեռնությունը խաղաղության կամուրջ, խաղաղության խաչմերուկը կառուցեցին, հիմա էլ խաղաղության կամուրջ են կառուցում։ Հիմա տեսեք խաղաղության կամուրջի ներկայացուցիչները եկան Հայաստան եւ Հիկմետ Հաջիևից փոխանցեցին ուղերձ հայ ժողովրդին Ալիևի օգնականը, հարգելի հեռուստադիտողներ, հարգելի ընկերներ, ձեր հետ է շփվում։ Փոխանցեցին հետևյալ ուղերձը, որ Ադրբեջանի համար պատերազմն ավարտված է, ուղղակի արձանագրենք, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը մի փոքր այլ բանի մասին են խոսում, որովհետև 2026 թվականի ռազմական ծախսերը Ադրբեջանի իրենց պատմության ընթացքում ամենամեծն են լինելու, ավելի քան 5 միլիարդ 100 միլիոն ԱՄՆ դոլար են հատկացնելու ռազմական ծախսերի վրա։ Իհարկե, այստեղ Հայաստանում մարդկանց շարունակելու են, փորձելու են շարունակել համոզել, որ Ալիևը զինվում է, որ առաջին հերթին Ռուսաստանի կամ Իրանի դեմ պայքարի, բայց այստեղ տրամաբանական հարց է առաջանում, որ եթե Հայաստանում բոլոր կարմիր գծերը ոչնչացված են, ինչու առաջին հերթին հենց պետք է Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատերազմում, բայց ինչևէ, սա լրիվ այլ թեմա է, սրան դեռ կհասցնենք անդրադառնալ։ Հիմա Հիկմետ Հաջիևը փոխանցում է ուղերձ, ասում է, որ Ադրբեջանի համար այդ պատերազմի էջը արդեն փակված է։ Ավելին, հարգելի ընկերներ, եթե ես, Անին, դուք կարծում ենք, որ քանի որ մենք մարդակեր չենք, մենք չենք ուզում պատերազմ մեր բոլոր հարևանների հետ անդադար պատերազմ, բայց մենք նաև հասկանում ենք հետևյալը, որ ամեն ինչ ունի իր գինը եւ Ադրբեջանը այն գինը, որը ուզում է այսպես կոչված խաղաղության համար, մեզ բերելու է այն իրավիճակի, որում հիմա հայտնվել է Արցախը, եթե դուք մեր հետ համակարծիք եք, ուրեմն ըստ խաղաղության կամուրջի ներկայացուցիչների դուք կամ հիմար եք, կամ օտար երկրյա գործակալ։ Հենց այս հայտարարությունները եւս այս փորձագետները արել են։ Եվս մի կարևոր հանգամանք պետք է ընդգծենք, այսպիսի մի կերպար կա Ժիրայր Լիպարիցյան։ Ինքը հայ հասարակությանը ավելի լայն հայտնի է որպես Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը, այս մարտի 90-ական թվականներին ադրբեջանցիների հետ բանակցություններ էր վարում Արցախյան հարցի կարգավորման համատեքստում, դատելով նրա պատկերացումներից տարածաշրջանի վերաբերյալ կարելի էր հասկանալ, հա, որ ինչ տիպի բանակցություններ էր վարում Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Ժիրայր Լիպարիցյանը, ինչ է նա հանրային հեռուստաընկերության եթերում ասում։ Իդեպ նաև նկատենք հետևյալը, Ժիրայր Լիպարիցյանը հայտնվում է բավականին կարևոր պատմական իրադարձությունների համատեքստում 20 թվականի պատերազմից առաջ հայտնվեց հայաստանյան լրատվական դաշտում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի պայմանավորվածություններից հակաարցախյան դավադրությունից առաջ հայտնվեց եւ հիմա էլ է հայտնում եւ նշում է հետեւյալը, որ Ժորժ ջան, Ադրբեջանից եւ Թուրքիայից որևիցե սպառնալիք չկա, ավելին իր խոսքերի տրամաբանությունը հանգում էր նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը առնվազն բարեկամ չէ Հայաստանի Հանրապետության համար, ավելին, տեսեք, Ժիրայր Լիպարիցյանը ինչ ասում է, որ ինքնին այն հանգամանքը, որ Թուրքիան մինչ այս պահը չի հարձակվել Հայաստանի վրա, Հայաստանի տարածքները չի օկուպացրել, խոսում է այն մասին, որ Թուրքիան Հայաստանի Հանրապետության համար վտանգ չի ներկայացնում։ Հարգելի հեռուստադիտողներ, Ժիրայր Լիպարիցյանը բոլորից լավ գիտի հետևյալը, որ Թուրքիան չի հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, բացի նրանից, որ մենք ժամանակին ունեինք Արցախի հետ միասնական անվտանգային համակարգ եւ Հայաստանին հասնելուց առաջ պետք է Արցախի հարցերը, այսպես ասած, լուծեին, բացի դրանից մենք ունեինք մարտունակ բանակ եւ ինչը եւս չափազանց կարեւոր է, Ռուսաստանի հետ միասնական անվտանգային համակարգի մաս ենք մենք կազմում, անվտանգային համակարգ, որը մի շարք բաղադրիչներ ունի, ՀԱՊԿ 97 թվականի պայմանագիրը փոխգործակցության եւ համագործակցության վերաբերյալ ռուսական 102-րդ ռազմաբազան, սահմանապահ զորքերը, Ժիրայր Լիպարիցյանը չի կարող չմնա, որովհետեւ այս ամենը չլինի, Թուրքիային ոչինչ չի խանգարելու Հայաստանի հետ անել այնինչ իրենք արեցին Սիրիայում եւ մի հատ էլ Ահմեդ Ջուլանին բերեն Հայաստանում կարգեն իշխանություն։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ
Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ Հայաստանի ապագան Թուրքիայի հետ ինտեգրվելն է, այնքան ինտեգրվել է, որը դու չես կարող շատ տարբերել նրանից, թե դու ինտեգրվել ես, թե ընդհանրապես ձուլվել ես։ Հիմա այս անձիկ իրականում ներկայացնում են այն ուժը, որը մենք պայմանականորեն կարող ենք անվանել ադրբեջանական կուսակցությունը Հայաստանում, կուսակցություն, որի միջոցով փաստորեն Ադրբեջանի իշխանությունները շփվելու են հայ հասարակության հետ։ Տեսեք, մենք նույնիսկ մի կողմ ենք դնում այն բոլոր քննարկումները, որոնք Հայաստանի ներսում են տեղի ունենում, որ մարդկանց ասում են, եթե մենք չշփվենք իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, պատերազմ է լինելու։ Մենք այս բոլոր քննարկումները մի կողմ ենք դնում եւ փորձում ենք հասկանալ, լավ, իսկ Ադրբեջանում ինչ է այս ամենի համատեքստում կատարվում։ Մենք արդեն ասացինք, որ 26 թվականի ռազմական ծախսերը Ադրբեջանի պատմության մեջ ամենախոշոր ռազմական ծախսերն են։ Ինչն է եւս այս քանի օրերի ընթացքում տեղի ունեցել, ինչի մասին իշխանությունները ցանկանում են լռել։ Տեսեք, ուրեմն Cambridge Scholar Publishing հրատարակչությունը բրիտանական հրապարակել է մի գիրք Արևմտյան Ադրբեջանը եւ Զանգեզուրի միջանցքը։ Անվանումից դուք արդեն կարող եք հասկանալ, թե ինչ գաղափարներ, ինչ մտքեր են ներառված այս գրքում։ Ժամանակին իրենք մեր Արցախն էին անվանում պատմական Ադրբեջան, հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ տարբեր արևմտյան նաև կենտրոններում գրքեր են հրապարակում, որտեղ Հայաստանը ներկայացնում են որպես արևմտյան Ադրբեջան։ Իրականությունը սակայն կայանում է նաև հետևյալում։ Տեսեք, աշխարհաքաղաքական վերլուծություններից բացի մենք հիմա մի իրավիճակում ենք գտնվում, որ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն նույն սխալը, որը ժամանակին արել է նախկին իշխանությունը։ Ոնց էին կարծում նախկին իշխանության ներկայացուցիչները, օրինակ, որ Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպում էին բողոքի ակցիաներ, եւ այդ բողոքի ակցիաները իրականացնում էին իրենց հետ սերտ կապակցված անձիկ։ Իրենք մտածում են հետևյալ կերպ, որ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեր ջեբում են եւ մենք կարող ենք արդեն իրենցից վտանգ չզգալ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն սխալն է կրկնում, ու դա այն պարագայում, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ մենք տեսանք, որ այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենք կառավարվում են մի կենտրոնից Եվ այդ կենտրոնը ոչ թե Բաղրամյան 26-ում է գտնվում կամ այսօրվա պարագայում, այսօրվա կառավարման մոդելի համատեքստում չի գտնվում կառավարական առաջին շենքում, ինքը լրիվ այլ տեղում է գտնվում եւ լրիվ այլ կենտրոնից է կառավարվում եւ մտածել, որ դու Հայաստանում ֆինանսապես կամ այլ կերպ կարող ես ինչ-որ մարդկանց ավելի շատ շահագրգռես կամ որ դու ավելի շատ փող ունես կամ Թուրքիան եւ Ադրբեջանը, դա ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական գերեզման։ Պարզապես հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը չի հասկանում կամ ճիշտ չի գնահատում, ինչևէ ամփոփելով պետք է նշենք հետեւյալը. ադրբեջանցիները այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանից բացի, բայց իր թողտվությամբ, միգուցե իր սխալով նաև Հայաստանում ունեն այլ անձինք, ում հետ ուղիղ շփման մեջ են, որովհետև Հիկմետ Հաջիևը իրենց միջոցով ուղերձներ է փոխանցում, ինչպես նաև մենք ականատեսն ենք լինում նրան, թե ինչպես է Հայաստանում ձևավորվում ադրբեջանական կուսակցությունը։ Ապրեք այս մտքով ու մտածեք այդ մասին։